Ողջույն սիրելի մարդիկ, ես Կարինեն եմ։ Օրագիր նյուզի հարթակում զրուցում ենք զարմանալի մարդկանց հետ։ Թեման գիտությունն է, զրույցի այսօրվա նյութը հայկական լեռնաշխարհը։ Մեր հյուրն է Երկրաբանական գիտությունների ինստիտուտի աշխատակից, գիտաշխատող, Երկրաբանական գիտությունների թեկնածու, ֆրանսիական, պետք է խնդրեմ դուք ներկայանաք, Ղազար Գալոյանը։ Շատ լավ, շնորհակալություն, բարև ձեզ, ողջունում եմ։ Բարև ձեզ։ Բարդ մասնագիտություն ունեք, պարոն Գալոյան։ Գիտեք, հանգամանքներ այնպես դասավորվեցին, որ 2004 թվականին պաշտպանելով Երկրաբանական գիտությունների թեկնածուի իմ թեզը հայկական, ստացվեց այնպես, որ ես ֆրանսիացի գործընկերների հետ սկսեցի աշխատել հայկական լեռնաշխարհի մի փոքր հատվածում եւ 2008 թվականին արդեն հանդիսանալով իրենց ասպիրանտը կամ դոկտորանտը 2008 թվականին պաշտպանեցի եւս մեկ թեզ, ստանալով տիեզերքի մասին գիտությունների ֆրանսիական դոկտորի գիտական աստիճան։ Դրան դեռ կանդրադառնանք, որովհետև տիեզերքը երկրաբանության հետ դեռ չեմ կարողացել կապել, չնայած ենթադրություններ ունեմ, թե որտեղ են հատվում, բայց պետրոլոգիայի, թե ինչպես էր կոչվում։ Պետրոլոգիայի, ինչու պետրոլոգիայի, որովհետև պետրոլոգիա, եթե ուշադրություն դարձնենք, բաղկացած է երկու բառերից՝ պետրոս եւ լոգոս, այսինքն ապար եւ գիտություն, բանություն, այսինքն մեր մասնագիտությունը, այսինքն իր էությամբ ճանաչողական որպես գիտություն հանդիսանում է ապարների ուսումնասիրության հիմնական մեթոդը Հայաստանում եւ առհասարակ աշխարհում օգտագործվում է պետրոլոգիա տերմինը, որը մենք չենք թարգմանել, որը բառացի հայերեն նշանակում է ապարագիտություն կամ ապարաբանություն։ Կարող ենք հումորով ենթադրել, որ Պետրոս անունը կապված է ապարի հետ։ Ճիշտ։ Հետաքրքիր է։ Սովորաբար երբ խոսում ենք հայկական լեռնաշխարհի մասին, միշտ խոսում ենք մարդկության հետ կապված պատմաաշխարհագրական, քաղաքական թեմաների շուրջ, հայ ազգի ծագումնաբանությանն ենք անդրադառնում, բայց մեր այսօրվա զրույցը բոլորովին այլ բանի մասին է, մենք խոսելու ենք, թե ինչպես է ձևավորվել հայկական լեռնաշխարհը, ինչ փուլերով է անցել եւ այլն, եւ դուք հենց այս ոլորտի մասնագետ լինելով, ինչ եք հասկանում ասելով հայկական լեռնաշխարհ։ Շատ լավ սկսեցիք, որովհետև չխոսենք քաղաքականությունից եւ մարդկային գործունեության հիմքից, աղբյուրներից, որովհետև այդտեղ ես ինձ մասնագետ չեմ համարում, մանավանդ հնագիտական, արխեոլոգիական կողմից շատ չեմ խորացել, որովհետև արդեն մեր ուղղությունը իրենից ունի բավական անելիք եւ կարդալիք, հետեւաբար, ինչ վերաբերում է հայկական լեռնաշխարհին, մենակ գիտենք այնքանը, որ դերևս 19-րդ դարի վերջերին գերմանացի գիտնական, բնագետ, երկրաբան, ապարագետ Հերման Աբիխը, երբ որ մոտ 10 տարիների աշխատանքի արդյունքում ամփոփեց իր գիտական աշխատանքները եւ գերմաներենով հրատարակեց այդ աշխատությունները, առաջին անգամ մենք հանդիպում ենք գրականության մեջ Das Armenische Hochland, այսինքն հայկական բարձրավանդակ կամ Armenian Highlands եզրույթը, որը հետագայում որոշ ժամանակ օգտագործվեց, իսկ ավելի ուշ սովետական տարիներին մի տեսակ իգնոր արվեց, այսինքն անտեսվեց եւ գործածության մեջ դրվեց Փոքր Կովկաս հասկացությունը, որով էլ ցավոք սրտի շարունակեցինք մենք աշխատել, այսինքն Փոքր Կովկասը մասամբ հանդիսանում է հայկական լեռնաշխարհի մեկ մասնիկը, բայց ոչ ամբողջությամբ, իսկ Հայաստանի Հանրապետության ներկայիս տարածքը էլ ավելի փոքր, այսինքն մոտ 1/10-ական կամ մոտ 10-11 անգամ ավելի փոքր է բուն հայկական լեռնաշխարհից։ Հայկական լեռնաշխարհը ավելի լայն տարածում ուներ այդ պատկերացմամբ, որ Աբիխներ տվե եւ հետագայում աշխարհագետները սկսեցին օգտագործել նաեւ այս եզրույթը, ուրեմն նա արևելքում սկսվում էր Ընդհանրապես ասենք Քուր Արաքսյան միախառնումից մի փոքր ավելի արևմուտք, որտեղ երբ որ մենք նայում ենք ֆիզիկական քարտեզը աշխարհի, տեսնում ենք ուրեմն Ղարաբաղի լեռնաշղթան է հարավից, հարավ-արևելքից ամենաառաջինը, այնուհետև բարձրանում ենք Մռավի լեռնաշղթայով, շարունակում ենք Սևանի լեռնաշղթայով, շարունակում ենք
դեպի հյուսիս-արևմուտք, ուրեմն մեզ մոտ նախ Փամբակի լեռնաշղթան է, ավելի հյուսիս Բազումի լեռնաշղթան, իսկ առավել հյուսիս Վիրահայոց լեռնաշղթան, որը մաս է կազմում մեր հյուսիսային սահմանակից Վրաստանի տարածքին, որտեղ ամենահյուսիսում գտնվում է Թրիալետի լեռնաշղթան։ Այնուհետև, եթե շարունակենք դեպի արևմուտք, մենք կտեսնենք, որ այնտեղ ունենք Պոնտոսի լեռները, արևելյան Պոնտոսի լեռները, դրանից հարավ դեպի իջնենք, եթե Վանի տարածաշրջան, Վանա լճի տարածաշրջան, մենք կտեսնենք ունենք ուրեմն Տավրոսի, կենտրոնական Տավրոսի եւ այնուհետև հարավային Տավրոսի եւ այդպես եթե սահմանափակենք մոտավորապես Վանա լճի ավազանով, մենք ունենանք այդ ամբողջ տիրույթը, որը կոչվում է հայկական լեռնաշխարհ։ Մեկ անգամից ասեմ, որ ես ջրերի մասնագետ չեմ իհարկե, բայց գիտեմ մի փոքր աշխարհագրությունից, որ այստեղից են սկիզբ առնում հայկական հիմնական հայտնի գետերը, մասնավորապես Արաքսը, դեպի արևելք հոսքով, դեպի հյուսիս հոսքով Ճորող գետն է, դեպի հարավ հոսում են Տիգրիս եւ Եփրատ գետեր, այսինքն այսպես մի գեղեցիկ բարձրավանդակ, որի կենտրոնական մասը կոչվում է բարձրավանդակ, որը համապատասխանում է հրաբխային ապարների տարածման մարզին, իսկ թվում է ընթացքում մենք ավելի մանրակրկիտ կանդրադառնանք դետալ առ դետալ այդ մասի երկրաբանությանը, այսինքն կարծեմ թե աշխարհագրորեն ես ձևակերպեցի հայկական լեռնաշխարհ եզրույթը։ Հրաշալի է եւ ելնելով Կովկասի հետ կապից չմոռանանք, որ նույն ձեր նշած Պոնտոսի, Տավրոսի լեռները, հայկական Պար լեռնաշղթան, կարծես թե դրանք մոռանում ենք եւ միայն որովհետեւ փոքր Կովկասի լեռները եզերում են հայկական լեռնաշխարհի հյուսիսը, մենք զոհ ենք դարձել այն աշխարհաքաղաքական տերմինի, որի ազդեցության ներքո հայկական լեռնաշխարհը հարավային Կովկաս են անվանում, մինչդեռ մենք Կովկասից տարանջատված ենք իջվածքով։ Այո։ Այսինքն արդարացի չէ, որ հայկական լեռնաշխարհը Կովկաս են անվանում։ Կա տարբեր մոտեցում, կար տարբերակ, որ անվանում են փոքր Կովկաս, համարելով որ տեսքով այն կարծես թե կրկնում է մեծ Կովկասին, չնայած մորֆոլոգիայով տարբեր է։ Կար պատկերացում, որ անվանում են հարավային Կովկաս, այժմ նաև աշխարհքաղաքական խոսույթներում օգտագործում են ժամանակին խորհրդային տարիներին դուք հիշում եք կոչվում էր Անդր Կովկաս, այսինքն Կովկասից այն կողմ, մենք էլ ասում էինք Այսր Կովկաս, Կովկասից այս կողմ, այսինքն այդ գիտեք, բայց խնդիրը խաբուսիկ բարդացրեց իրավիճակը, բայց քանի որ հաստատվեցին սովետական կարգեր Հայաստանում եւ հետեւաբար սահմանը անցնում էր այն սահմանով, որով հիմա անցնում է Հայաստանի արևմտյան սահմանը, հետևաբար իրենք անտեսեցին այդ ամբողջ լեռնաշղթաների տարածվածությունը, սկսած հայկական Պարից, որը դուք անդրադարձաք, այո, ես մոռացա թվարկել, շատ գեղեցիկ լեռնաշղթա է բազմազան երկրաբանությամբ եւ շատ գեղեցիկ անվանումով, այսքանը թերևս։ Այսինքն երկրաբանորեն այնուամենայնիվ մենք տարբերվում ենք եւ թերևս հենց դրա մասին պետք է խոսենք։ Երկրաբանորեն, գիտեք ինչ կա, տեսեք, հայկական լեռնաշխարհի տարածքը ընդգրկում է մոտ 400,000 կիլոմետր քառակուսի տարածք, մինչդեռ Հայաստանի Հանրապետության ներկայիս տարածքը եւ Արցախի Հանրապետության տարածքը, երբ որ դեռ Արցախը մերն էր, հայկական էր, մոտ դրա 1/10-ն էր, այսինքն մոտ 40,000 քառակուսի կիլոմետր։ Հիմա մի փոքրիկ հատվածում, ինչքան էլ որ փոքր տարածք, Հայաստանի Հանրապետության տարածքը ի բարեբախտություն երկրաբանների ունի շատ մեծ բազմազանություն։ Այստեղ ունենք մենք ամենահին ապարներից սկսած ավելի քան 550 միլիոն տարի, մինչև մեր օրերը ձևավորված ապարներ, ունենք ամենատարբեր կազմության ապարներ, ունենք տարբեր կառուցվածքային միավորներին պատկանող մի խոսքով շատ մեծ բազմազանություն ունենք չնայած փոքր տարածքին, երևի թե մեր բախտը բերել է, որ մենք գոնե փոքր տարածքում ունենք կոնցենտրացված ամեն ինչ, որպեսզի պատկերացում կազմենք ամբողջի մասին։ Կարող ենք ենթադրել, որ Հայաստանի Հանրապետությունը խտացրել է հայկական լեռնաշխարհի երկրաբանական շերտերը, թե այո, անցյալը կարող ենք ասել, որ խտացված է երկրաբանական անցյալը այս փոքրիկ հողակտորի վրա, բայց իր բազմազանությամբ չի զիջում, ենթադրենք մեր հարևան Իրանի Հանրապետությանը, այն ստրուկտուրաները, այն բազմազանությունը երկրաբանական կամ քարաբանական, որ ունեն իրանցիները, ունենք նաև մենք, կարելի ասել, բայց մինի տարբերակով։ Եթե շատ հետ գնանք մոլորակի ձևավորման ակունքներ,
ապա որ ժամանակաշրջանում մոտավորապես ձևավորվեց հայկական լեռնաշխարհը։ Անշուշտ մոլորակը շատ ավելի հին է, քան հայկական լեռնաշխարհը, այսպես ինչ ասենք, տեսեք, մոտ 4.5 միլիարդ տարի է հաշվում երկրի պատմությունը, երկրագնդի պատմությունը, մինչդեռ Հայաստանի պատմությունը մոտ 10 անգամ ավելի երիտասարդ է, այսինքն եթե մենք հաշվի առնենք, որ Հայաստանում մենք ունենք այսօր ամենահին ապարները, որոնք մերկանում են, մերկանալ պարզ տերմին է, չէ, բացվում են, բացազատվում են, որոնց վրա այլ շերտեր չկան, մերկանում են ծաղկունյաց լեռնաշղթայի տարածքում, իսկ ծաղկունյաց լեռնաշղթան, գիտեք, բաց տեղակայված է Հրազդան գետի աչափին, հյուսիսից սահմանափակվում է Մարմարիկի, ուրեմն գետահովտով, հասնում է մինչև Սպիտակի լեռնանցք, այնուհետև դեպի հարավ իջնում Աբարան եւ նորից միանում մոտավորապես Արձական, Բջնի գյուղերի տարածքում, այսինքն այստեղ մենք ունենք ամենահին հասակի ապարները, որոնք պատրվել են ինտրուզիվ մարմիններով, իսկ ինտրուզիվ մարմինները դրանք խորքում առաջացած հրային ապարներ են, որոնց հասակը մենք ունենք։ Վերջին տարիներին հաջողվեց ճշգրտել այդ ապարների հասակը, որոնք պատռում են նախորդած ապարներին, հետևաբար ունենալով ապարների հասակը, որը կարծես թե միջինում 550-530, միջինում 540 միլիոն տարեկան է, մենք գիտենք, որ շրջապատող, այսինքն մայրական ապարները էլ ավելի հին են եղել, առնվազն 550 միլիոն տարուց ավելի հին։ Պարզ ասեցի։ Այո, ուղղակի շատ ինտրիգային բաներ եք ասում, գայթակղիչ, մայրական ապարները, այսինքն նրանք, որոնք արդեն գոյություն ունեին երկրագնդի կամ երկրակեղևի այդ փոքրիկ հատվածում։ Դա նախկին անցյալ մոլորակ մայրցամաքներից որի ժառանգված։ Այո, կարող ենք ասել։ Ժառանգված է։ Գոնդվանայից։ Այո, ժառանգված է, ճիշտ նկատեցիք։ Ուրեմն տեսեք, ինչ մենք ունենք, քանի որ համեմատություն անցկացրեցինք, ունենալով այս հասակային սահմանները, տեսեք մոտավորապես 540-ը, մենք տեսանք, երբ որ համեմատություն արեցինք եւ վերջին տարիներին լույս տեսավ մեր հոդվածը հայկական ամսագրում, ակադեմիական ամսագրում 2020 թվականին, մենք հիմնավորեցինք, որ այս տեսակի եւ այս հասակի ապարներ գոյություն ունեն ինչպես հյուսիսային Պարսկաստանի, հյուսիսարևմտյան Պարսկաստանի, նույնպես հարավային Թուրքիայի կամ հարավ-արևելյան Թուրքիայի տարածքում։ Հետևաբար մենք այստեղից եւս մեկ հետևություն արեցինք, թեպետ մեր նախորդ գիտնականները, մեր գործընկերները վաղուց արդեն խոսում էին կամ խոսել են դրա մասին, մենք եւս մեկ անգամ ապացուցեցինք, որ հայկական Հայաստանի Հանրապետության տարածքի այդ կտորը պատկանում է թերևս այսպես կոչված Գոնդվանա մայրցամաքին, որը եղել է հսկայական մեգա մայրցամաք։ Այո, որից հետո մասնատվել են բոլոր մայրցամաքները, չէ՞։ Մասնատվել են, միացել են, եթե գնանք ավելի շուտ միացված են եղել, այսինքն ես ամբողջ պատմությունը չեմ հասցնի պատմել, շատ կշեղվենք թերևս հայկական լեռնաշխարհից, մի փոքր բացենք փակագծերը, որովհետև տեսեք գոյություն ուներ Պանգեա մայրցամաք, որը ամբողջ աշխարհի այսօրվա հայտնի կոնտինենտները ընդգրկում էր մեկ տեղ, եւ երբ որ դիմացից նայում ենք ուներ ռուսերեն ս կամ անգլերեն սի տարի նման տեսք, այսինքն բոլոր մայրցամաքները համախմբված էին մեկտեղ, բայց մոտավորապես դա ուրեմն կարբոնի ժամանակաշրջանում էր մոտ 335-40 միլիոն տարի առաջ, մինչև 200 միլիոն տարի առաջ, այսինքն դա մեզ համար կոչվում է Տրիասի ժամանակաշրջան վերջինս, այդ ժամանակ ամբողջ կոնտինենտը միասնական էր, բայց հետագայում պատռվեց եւ բաժանվեցին միմյանցից, որի մեջտեղում առաջացավ օվկիանոս, որը հետագայում պիտի կոչվեր Թետիս, եւ առանձնացավ երկու մեծ մայրցամաք, Պանգեայի հաշվին առաջացավ հյուսիսում Լավրազիան եւ հարավում Գոնդվանան, իսկ Գոնդվանան, որպեսզի ավելի պարզ լինի, այսօրվա համապատասխանում է հարավային Ամերիկային, Աֆրիկային, հնդկական սուբկոնտինենտին, Ավստրալիային, մի խոսքով, այսինքն հարավային այս կիսագունդը պատկանում էր Գոնդվանա մայրցամաքին, ինչի մաս էր կազմում նաև մեր նշած Բջնիի կամ Ծաղկունյացի համալիրը։ Այսինքն հայկական լեռնաշխարհի կամ նույնիսկ ավելի նեղացնելով Հայաստանի Հանրապետության ընդերքի մի մասը
Աֆրիկայից է փոխվել։ Անշուշտ տեսեք Աֆրիկան իր հերթին բաժանված է երկու մայրցամաքների, եթե խոշոր հաշվով նայենք, ուրեմն աշխարհի մակարդակում կան այսպես կոչված մեծ մայրցամաքների մակարդակի մեծ բլոկներ, որոնք կոչվում են երկրակեղևի սալեր։ Ունենք 7 կամ 8 խոշոր սալ եւ ավելի քան 20 մանր եւ միջին սալեր։ Մասնավորապես, որպեսզի ավելի հեշտ լինի լսարանի համար հասկանալը, ունենք հարավ-ամերիկյան սալը, հյուսիս-ամերիկյան սալը, աֆրիկական սալը, եվրասիական սալը, հնդկական սալը, ավստրալիական, այսինքն սրանք հիմնական այդ խոշոր սալերն են, եւ մոռացա անտարկտիկյան սալը։ Այսինքն սրանք հիմնականում բաժանված են միմյանցից եւ միմյանց հանդեպ միշտ շարժման մեջ են գտնվում։ Հիմա գանք աֆրիկականին։ Աֆրիկական սալը իր հերթին բաժանվեց երկու մասի, մոտավորապես այսպես մոտ 25 միլիոն տարի առաջ ենթադրվում է, որ արաբական միկրոսալը անջատվեց Աֆրիկայից եւ Կարմիր ծովի հաշվին սկսեց կոնտինենտը կոնտինենտից հեռանալ։ Եվ արանքում մենք փաստորեն պատկանելով գոնդվանական սալին, խոշոր առումով մայրցամաքին, մաս են կազմում աֆրիկական սալին, բայց հատկապես արաբական սալի մի փոքրիկ կտորի մեջ ենք մենք գտնվում, հայկական մասը, մեր հարավ-հայկական մասը, իսկ հյուսիսը կապ չունի, մեր երկիրը շատ մեծ օվկիանոս է ունեցել, դուք տեղյակ եք հավանաբար, որ մարդիկ միշտ այդպես հիպոթետիկ կամ դիցաբանորեն ասում են հայկական օվկիանոսը, դա կարող է կատակ թվալ, բայց դա իրականություն է եղել։ Անգամ Եղեգնաձորի երկրագիտական թանգարանում կան նմուշներ, որոնք այդ օվկիանոսի արդյունք են։ Խխունջի ձակ 60 միլիոն տարեկան այս չափի մոտավորապես։ Շնաձկան ատամ։ Այո։ Գիտեք, ունենք մեր երկրաբանական գիտությունների ինստիտուտում, ունենք նաև շատ հարուստ հավաքածու երկրաբանական, որտեղ ցուցադրված են մեծ քանակությամբ տարբեր տեսակի նմուշներ մագմատիկ ապարների, նստվածքային ապարների, մետամորֆային ապարների, որոնք կոչվում են փոխակերպային, որոնք մատնանշում են այո տարբեր կազմության եւ տարբեր տարիքային կամ տարբեր հասակային շեմերը, բայց ձեր ասածը նույնպես ամրապնդվում է ապարների այն համախմբով, որը մենք ունենք, որոնք պատկանել են օվկիանոսային կեղևին, որը այժմ գոյություն չունի։ Այսինքն անցյալի օվկիանոսային կեղևի մնացորդները, որոնք մենք այսօր հնարավորություն ունենք առանց ջուրը մտնելու ուսումնասիրել, եւ դա մեզ համար մատչելի է, եւ դա մեր հիմնական զբաղմունքի, մասնավորապես իմ եւ իմ գործընկերների զբաղմունքի հիմնական խնդիրն է։ Շատ հետաքրքիր է ձեր զբաղմունքի միջայլոց։ Սիրելու դեպքում ավելի հետաքրքիր է դառնում։ Եվ եթե վերադառնանք այն հնագույն ապարներին, որոնք այսօր հայկական լեռնաշխարհի կամ ավելի նեղացնենք, ինչու հետաքրքիր դարձավ ավելի նեղացնելը, որովհետև փաստորեն այս պուճուրիկ հատվածի վրա մենք բավականին ծանրակշիռ նյութ ունենք երկրաբանական, այո, բազմազանություն։ Այսինքն այդ ձեր նշած մայրական ապարների վրա հետագայում երկրաբանական երևույթների արդյունքում ձևավորվել են նոր ապարներ, որոնք պահպանվել են, մերկացել են եւ մենք տեսնում ենք, այսինքն վրայի հետագայում գոյացած հողային շերտերն են բացվել, ճեղքվածքներ են առաջացել եւ մենք այսօր որտեղ կարող ենք տեսնել, եթե շարքային քաղաքացին ցանկանում է հաղորդակից դառնալ այդ հնագույն ապարների հետ։ Ուրեմն հնագույն ապարները տեսնելը շատ դժվար չի, մենք կարող ենք ընդամենը այցելել Բջնի կամ Արզական գյուղերի տարածք կամ Հանքավան, Մեղրաձոր գյուղերի տարածք եւ այնտեղ, որտեղ ասեցի, գտնվում է Ծաղկունյաց լեռնաշղթան, ամբողջ Ծաղկունյաց լեռնաշղթայի տակ մենք կարող ենք տեսնել այդ հնագույն ապարները, որոնք ի դեպ ենթարկվել են մետամորֆիզմի, այսինքն դրանք ժամանակին եղել են ցամաքից առաջացած ավազահատիկային կամ ավելի մանր հատիկաչափության նստվածքային նյութ, որոնք գետերով տեղափոխվել են մինչև բաց ծով, նստել են շերտերով, բնականաբար հորիզոնական վիճակում, հետագայում ինչ-ինչ պայմաններում դրանք խորացել են երկրաբանական բարդ պրոցեսների արդյունքում եւ հայտնվել են բարձր ճնշումնային եւ բարձր ջերմաստիճանային պայմաններում, որի արդյունքում իրենք կրել են այսպես կոչված մետամորֆիզմ, այսինքն հայերեն անվանում ենք փոխակերպություն, եւ ինչի արդյունքում քիմիական կազմությունը մնացել է նույնը, բայց կառուցվածքային, միներալաբանական իրենց կազմությունը փոխվել է, այսինքն առաջացել է
նոր ապար, որպեսզի ավելի բարձ լինի, պատկերացնենք ունենք ծիրան եւ ծիրանաչիր կամ սալոր կամ սալորաչիր։ Այսինքն մեկ պրոդուկտից առաջացել է մեկ այլ պրոդուկտ, ինչը եւ նաեւ մենք եւ մեր գործընկերները սիրով ուսումնասիրում են։ Այսինքն բարձելու համար մետամորֆիզմի ջերմաստիճանը եւ մետամորֆիզմի ճնշումը։ Ահա։ Տեսեք, դուք գիտեք, որ ինչքան խորանում ենք երկրի խորքը, այնքան ջերմաստիճանը եւ ճնշումը բարձրանում է։ Այսինքն բնականաբար մենք ունենում ենք հին վիճակից ձևավորված ապառը, որ հայտնվի ավելի խորը հորիզոններում, ստիպված պետք է հարմարվի նոր պայմաններին։ Հետևաբար, այդ process-ում, հարմարվողականության process-ում տեղի ունենում փոխակերպումը, մետամորֆիզմը։ Մենք կարող ենք ենթադրել, որ այդ բարձր ջերմաստիճանը հարաբխային երևույթներն են, թե Նաև, հիմա տեսեք, մեկը ասեցինք, որ մենք ունենք ըստ խորության ջերմաստիճանի բարձրացում, բայց բացի դրանից այսօր շնորհիվ գիտական ուրեմն 100 գոնե վերջին 60 կամ 70 տարիների հետազոտությունների արդյունքում մենք գիտենք, որ երկիրն ունի ինչպիսի կառուցվածք մոդելի տեսքով, որովհետև ոչ մեկ ճշգրիտ չի կարող ստուգել երկրի խորքային կառուցվածքը, բայց մենք գիտենք, որ երկիրը բաղկացած է ուրեմն երկրակեղևից, մանթիայից, որը կոչվում է հայերեն թիկնոց եւ միջուկից։ Այսինքն ելնելով այս կառուցվածքային բաղադրությունից, որը երկրաֆիզիկական մեթոդներով է ավելի շատ որոշվել, մենք պատկերացում ենք կազմում նաեւ հետագա նրան խորքում տեղի ունեցող process-ների մասին։ Եվ մի բան գիտենք, տեսեք, որ խոհանոցում մեր մայրերը, քույրերը, երբ որ ճաշ են պատրաստում, հատկապես ջրիկ ճաշ, մենք գիտենք, որ ջերմության հաշվին կաթսայի մեջ տեղի է ունենում կոնվեկցիոն հոսքեր, այսինքն այն մասը, որտեղ գտնվում է կենտրոնական աղբյուրը ջերմության, այնտեղից բարձրացած այդ սուպի նյութը կամ այդ ջրիկ նյութը սկսում է բարձրանալ վերև եւ պտույտ կատարել կողքերի վրա։ Նույն բանը գիտնականները պարզեցին կամ առաջ քաշեցին, որ տեղի ունենում նաև երկրի խորքում, այսինքն ինչ-ինչ տեղերում ունենք կոնվեկցիաներ, որի պատճառում ջերմային հոսքը բարձրանում է վերև եւ իր հետ բարձրացնում է այդ հրահեղուկ նյութը, որը կոչվում է մագմա հրահեղուկ այդ հալոցքը, որը ունենում է բազալտային կազմ, ունենում է միջին կազմություն, ունենում է գրանիտային կազմ, այսինքն այս ամբողջ շղթայի մի մասն է, որովհետև մենք նյութը վերևից սառած նյութը տեսնելով, արդեն վերլուծելով, այսպես պատճառահետևանքային կապերով գնում ենք արմատին, հասնում ենք աղբյուրին, բարձելով դրա քիմիական եւ միներալային կազմությունը, սկսում ենք պատմել, ինչպես տեղի ունեցավ process-ը եւ ինչպես առաջացավ Հայաստանի Հանրապետության տարածքի այս կամ այն հատվածի կեղևը կամ երկրակեղևը։ Հետաքրքիր է, ասում են, տիեզերքի մասին ավելի շատ բան գիտեն, քան երկրի ընդերքի, եւ ասում են օվկիանոսների հատակի մասին ավելի քիչ գիտեն, քան երկրագնդի ընդերքի։ Զարմանալի է, բայց այդ process-ների արդյունքում փաստորեն մարդը նստած երկրակեղևի մակերևույթին սկսում է հենվելով հիմնարար գիտությունների պատմության փորձի վրա կարողանում է գուշակություններ անել գիտական հիմք ունենալով։ Դուք ասում եք գուշակություն, մենք ասում ենք հետազոտություն։ Դրա համար ասում գիտական հիմքերով, որովհետև մեծ հաշվով, այո, հետազոտություն եք անում, բայց շատ հետաքրքիր է, որ անմիջապես լավայի մեջ չեք, չէ՞, եւ Չէ, կուզենայի տեղ լիներ, նույնիսկ լավ, հիմա որ ես նայում եմ YouTube-ով կամ Facebook-ով գեղեցիկ կադրեր, մարդիկ վիդեոներ են դնում, ինչպես են գնում, ենթադրենք Հավայան կղզիներում կամ Իսլանդիայում, ինչպես են մոտիկ գնում, ինչպես են մոտիկից այդ լուսանկարում կամ նույնիսկ տաք լավան մուրճի ծայրով վերցնում։ Իհարկե, ես էլ գայթակղի չա, ես էլ կուզենայի մասնակցել, բայց այդ ամեն ինչը ես ավելի լավ պատկերացնում եմ անցյալի վրա, որովհետև մենք ունենալով այդ քարացած արդեն սառած վիճակում, տեսնում ենք, հիմա տեսեք, դուք հետաքրքիր հարցադրում արեցիք, որ օվկիանոսի հետ կապված, որ ասեցիք հատակի մասին։ Հետևությունը իմը չի, որ այսինքն օֆիոլիտները, դրանք օվկիանոսային կեղևի մնացորդներ են, որոնց ուսումնասիրության միջոցով մենք կարող ենք պատկերացում կազմել օվկիանոսի հատակի մասին առանց ջուրը մտնելու։ Տեսեք, հետևաբար ուրեմն մենք բախտավոր ենք, եւ մենք բախտավոր ենք չի ցամաք է։ Տեսեք ինքը, քանի որ մեր երկրակեղևը
որի մեջ մտնում ենք նաև մենք եւ մենք գտնվում ենք ամենաակտիվ զոնաներից մեկում, որը մաս է կազմում Ալփ-Հիմալայան լեռնածալքավոր գոտուն եւ մենք գտնվում ենք մոտավորապես այդ գոտու կենտրոնական կամ կենտրոնին մոտ մի մասում, ուրեմն այստեղ մենք տեսնում ենք, որ կոնտինենտները ժամանակին հեռացել են միմյանցից, հետագայում բախվել են իրար, հիմա շարունակում է այդ բախման process-ը, այսինքն այդ օվկիանոսը, որը պայմանական անվանեցին գիտնականները թեթիս, հետագայում առաջ քաշեցին պրոտոթեթիս, պալեոթեթիս, նեոթեթիս հասկացությունները, մենք չենք խորանա բոլոր այս ծավալի մեջ, բայց մենք գիտենք, որ ամեն մեկը ունի իր հիմնավորումն ու բացատրությունը։ Հայկական օվկիանոսը, որը մենք ուսումնասիրեցինք, որի մնացորդները մենք ուսումնասիրեցինք, որպեսզի պատկերավոր լինի, ասեմ, տարածվում են Ամասիա բնակատեղի կամ ավանի հյուսիսից դեպի Ստեփանավան, շարունակվում դեպի Դիլիջան, մոտավորապես այդպես առանցքը, որպեսզի պատկերացնենք, Սևանա լճի հյուսիս-արևելյան ափով, շորժայցը սկսյալ, այնուհետև անցնում էին Արցախի տարածք, Լիսագոր լեռ կար, դուք Արցախում գնացել եք, բազմիցս հուսով եմ, այնտեղ որ բարձրանում ենք վերև, Շուշիչը հասած, Բերձորից հետո մենք գտնվում ենք Լիսագորում, որ նշանակում է մերկասար, ինչի համար էր մերկասար, որովհետև այդտեղ մերկանում էին օվկիանոսային հատակի մնացորդներ եւ որոնք բուսազուրկ էին։ Դրա համար այդ սարը կոչվում է, այսինքն իրենք բերի չէին, այսինքն բուսականության տեսանկյունից իրենք ոչ բարենպաստ էին, հետեւաբար, այսինքն մինչև այդ մասերում տարածվում են օֆիոլիտային մնացորդները, օվկիանոսային կեղևի մնացորդները, որոնք Արաքսի հովտում երիտասարդ առաջացումների տակ ծածկվում են, այլևս չենք կարողանում իրանց հետամտել, այսինքն Հայաստանի եւ Արցախի Հանրապետության տարածքում գոնե մինչեւ 350 կիլոմետր երկարությամբ, եթե մենք նայենք, մենք հյուսիս-արևմուտքից մինչեւ հարավ-արևելք տեսնում ենք այս զոնայի տարածումը եւ մինչեւ 5-ից 25 կիլոմետր լայնությամբ մի այսպիսի գոտի, որը բաժանում էր ինչը կոնտինենտի գոնդվանական մասը բաժանում էր կոնտինենտի լավրասիական մասից։ Տեսեք, մենք Գոնդվանայի մասին Այսօր սենսացիաներ եք անում։ բայց Լավրասիայի մասին մի տեսակ աչքաթող եղավ, կարծես թե։ Ահա, այսինքն Հայաստանի տարածքը կամ նաև հայկական լեռնաշխարհի ասիական եւ աֆրիկյան պլատոների բախման, այո, հանգույցն, այո։ Այսինքն, եթե մենք պատկերացնենք, կարող եմ, չէ՞, ձեռքերով ցուցադրել, եթե մենք պատկերացնենք հարավում արաբական սալը, որը բարձրանում է վերև եւ դեմ է առնում Եվրասիականին, այստեղ այս անկյունում գտնվում ենք մենք Հայաստանի Հանրապետությունը, իսկ առհասարակ այս տարածքում գտնվում է հայկական լեռնաշխարհը։ Հետևաբար հայկական երկրաբանական միավորները մաս են կազմում այդ երկու կոնտինենտների մոտեցման, հետագայում բախման եւ ավելի ուշ ճզման process-ին, այսինքն մենք գտնվում ենք այնտեղ, որ երկրաբանական առումով հետաքրքիր է, բայց սեյսմիկ առումով նաև վտանգավոր, որովհետև այս բախումը, ճզմումը եւ մերձեցումը, շարունակվող մոտեցումը հանգեցնում է նաև երկրաշարժերի, ինչը մենք գիտենք մանավանդ կործանարար սպիտակի երկրաշարժի օրինակով եւ դրան նախորդած պատմական ժամանակների երկրաշարժերի օրինակով։ Այդպիսի երկրաշարժեր։ Հա, կներեք, մի բան մոռացա ասել, որովհետեւ այսինքն մենք դուք որ անընդհատ շեշտում եք, մենք շեշտում ենք հայկական լեռնաշխարհ, մենք գիտենք, որ զոնաներ գոյություն ունեն, որոնք առանձնանում են իրենց երկրաբանական կազմով, առաջացման ժամանակաշրջանով եւ առաջացման պատմությամբ, եւ այդպիսի զոնաներից մեկը, որ անցնում է հայկական լեռնաշխարհի մասով, պոնտիտներն է, այսինքն արևելյան պոնտիտները, որը այնուհետև Վրաստանի հարավում, Բոլնիսի շրջանում եւ Ալավերդի, Իջևան, Բերդի տարածաշրջանով, արևմտյան Ադրբեջանով հասնում է մինչեւ Արցախի տարածք։ Այսինքն այդ զոնան, որը երկրաբանորեն ակտիվ է եղել Յուրայի դարաշրջանում, դինոզավրերի։ Այո, դինոզավրերներ կային, մոտավորապես ասենք 175, 180, մինչև 160, 150 միլիոն տարի առաջ, այսինքն այդ հատվածը մեր առաջացավ սուբդուկցիայի հաշվին։ Սուբդուկցիան դա մի process է, որը այսօր տեղի է ունենում եւ գիտնականները այս ամենին գնացել են ներկայիս վիճակները ուսումնասիրելու արդյունքում, այսինքն անալոգիայի սկզբունքով
Դուք հիշում եք մի քանի տարի առաջ Ֆուկուշիմայում ինչ մեծ Այո, աղետ տեղ ունեցավ իհարկե։ Ճապոնիայում։ Այսինքն ինչ տեղ ունեցավ, Խաղաղ օվկիանոսյան սալը խորասուզվեց ճապոնական կղզու տակ եւ քանի որ ընդդիմացում էր եղել, ինչ որ մի պահի փոկվեց, հենց այդ ինչ որ մի պահին տեղի ունեցավ մոտ 2 մետրանոց առաջընթաց ցամաքի վրա եւ տեղի ունեցավ երկրաշարժն էլ բերեց ցունամին էլ բերեց այդ աղետալի հետևանքներին, այսինքն Հայաստանի Հանրապետության հյուսիսի, ինչը որ օֆիոլիտներից վերև է, հյուսիսի երկրաբանությունը առաջացավ փաստորեն այսպիսի սուբդուկցիոն մեխանիզմի հաշվին, երբ որ ունեինք օվկիանոսային կեղև, հայկական օվկիանոսային կեղև, որը խորասուզվում էր դեպի հյուսիս կամ դեպի հարավ, դա քննարկումների բանավեճերի առարկա է, որի թիկունքում ձևավորվում էին հրաբուխներ, այդ հրաբուխները իրենցից ենթադրում էին նոր կեղևի ձևավորում, որը հետագայում պիտի դառնար Հայաստանի ներկայիս քարտեզի կամ տարածքի հյուսիսային հատվածը, ընդհուպ Ալավերդիից մինչև Բերդի տարածաշրջան, այսինքն եթե մենք ունենայինք երկրաբանական քարտեզ մեր ձեռքի տակ եւ մենք տեսնեինք կապույտով ներկած գունավորած դաշտը, մենք կհասկանայինք, որ մենք գործ ունենք յուրայի դարաշրջանի հրաբխածին, նաև խորքային մագմատիկ առաջացումների հետ, երբ որ տակից այդ տակ հրաեղուկ զանգվածը ձևավորվեց, բարձրացավ ու սառչեց, ենթադրենք 5, 6, 10 կիլոմետր խորության վրա, սակայն հետագայում կուտակվեց խորքում, այսինքն ինչ որ ժայթքեց, ինչ որ չժայթքեց, մնաց խորքում, բայց հետագայում, երբ որ շերտերը սկսեցին անձրևների, ձների, սառցադաշտերի, կարկուտի, քամու արդյունքում էրոզացվել, տեղատարվել, դենուտացվել, լվացվել, բացվեցին նաև այս մարմինները, որոնք մենք արդեն գիտենք, որ ներկայացնում են ինտրուզիաներ, այսինքն ներդրված մարմիններ, որոնք ունեն մեծ իրենց մեջ ինֆորմացիա, որ պատմեն, թե երբ տեղի ունեցավ այս ամբողջ պատմությունը։ Ֆանտաստիկ է։ Ես հիշում եմ Grand Canyon-ի թանգարանում մի քարտեզ էր, ինտերակտիվ քարտեզ էր պատրաստված, որտեղ շերտերով, հողի գույներով ներկայացնում են, թե ինչ կառուցվածք ունի, քանի որ գետը կիրճը փորել է ժամանակի ընթացքում եւ բացվել են այդ երկրաբանական շերտերը եւ այնտեղ կարծեմ 17 շերտեր ներկայացված։ Քանի շերտ կա բացված հայկական լեռնաշխարհում կամ Հայաստանում, որովհետեւ կարծես թե ողջ հայկական լեռնաշխարհը ուսումնասիրելու հնարավորություն դուք չունեք, Հայաստանում քանի երկրաբանական շերտ ունենք։ Եթե որևէ մեկը գտնվի ու կասի, որ 1000 հատ, ես կասեմ 1010 հատ։ Եթե կգտնվի մեկը, որ կասի միլիոն հատ, ես ման կգամ ու կգտնեմ եւս երկուսը ու կասեմ միլիոն 2 հատ։ Որևէ մեկը չգիտի, բայց այդ բազմազանությունը, այդ բազմաշերտությունը, հենց դա է գրավչությունը, որ մենք ունենք տարբեր ուղղության մասնագետներ, ունենք շերտագրական, այսինքն նստվածքային նյութի մասնագետներ, որոնք ուսումնասիրում են շերտերը, ունենք հնյաբաններ, որոնք ուսումնասիրում են շերտերի տարիքը, որը մենք կոչում ենք հասակ, ունենք մագմատիկ ապարների մասնագետներ, իդեմս ձեր խոնարհծառայի, ունենք տեկտոնիկայի մասնագետներ, որոնք պարզում են ինչպիսի տեկտոնական լարվածությունների ազդեցության տակ է կրճատվում եւ ինչ վրաշարժեր, շերտերի ինչ կոտրատումներ են տեղի ունենում, այսինքն ունենք բազմազան հնարավորություն եւ մասնագիտական կարողություններ, որպեսզի կարողանանք, այսպես ասենք, շերտ առ շերտ առաջ գնանք ուսումնասիրելով ամբողջ այդ գաղտնիքները հայկական երկրակեղևի։ Երկրաբանական ամենահետաքրքիր շերտը, որ ձեր կարծիքով իհարկե, որ ժամանակաշրջանի վերաբերյալ է ձեզ մոտ ձևավորվել։ Բոլորը, նույնիսկ ամենաանհետաքրքիր շերտը իր մեջ հետաքրքրություն պարունակում է, բայց քանի որ խոսքը վերաբերում է ինձ, կարող եմ ասել, որ ինձ համար ամենակարևոր շերտերը իհարկե նրանք են, որոնք ունեն ինֆորմացիա իրենց մեջ, ունենք օրինակ երկրաբանության մեջ կոչվում են շերտեր, որոնք լինում են ղեկավարող կամ դրոշմավորող, այսինքն մարկիրույշի ռուսերենում այդպես են ասում, դրանք այն շերտերն են, որտեղ կա որոշակի ինֆորմացիա։ Ես
չլինելով նեղ շերտագրության մասնագետ, այսինքն չլինելով հնիաբան, պալեոնտոլոգ, ես էլ ունեմ իմ սիրած շերտերի տեսակը, իհարկե ինչ վերաբերում է շերտերին։ Դրանք այն դեպքերն են, երբ այսպես կոչված փիլոու լավաները, բարձանման լավաները ծածկում կամ ծածկվում են այլ շերտերով, որովհետև թաքնված է փիլոու լավաների մեջ թաքնված է եւս մի գաղտնիք, դա այն դեպքն է, երբ լավան հոսելով լեռան լանջից կամ գետի հովտով գալիս լցվում է օվկիանոսի կամ ծովի կամ լճի մեջ, առաջանում է խաղողանման, այսպես գնդիկավոր տեքստուրա, կուզեք խարջի խաղող անվանեք, կուզեք իծապտուկ համարեք, այսինքն մենք ունենք տարբեր մորֆոլոգիական այսպիսի տիպեր, երբ որ լավան թափվում է ջրի մեջ եւ առաջանում են գնդիկավոր, ամենափոքրից մինչեւ ամենամեծ, նույնիսկ սեղանի չափ կամ ավելի մեծ։ Իհարկե շատ հրաշալի այսպիսի տեսարաններ, այսպիսի մերկացումներ ունեինք, նորից պիտի ասեմ կարոտով Շուշիի ճանապարհին եւ ամեն անգամ ես առիթը բաց չէի թողնում, կանգնում ֆոտոներ էի անում, դրանք դասական նմուշներ էին փիլոու լավաների, փիլոու նշանակում է բարձանման, այո, բարձանման, իրենք իրականում մութակաների հիշում եք, չէ, առաջներում տատիները մութակա էին պատրաստում, որը այսպես երկարավուն տեսք ուներ, ոչ թե հիմիկվա քառակուսի բարձերն են, միշտ ուսանողներին բացատրելուց ասում են, որ մութակա, եթե գիտեք, ավելի պատկերավոր, որովհետև քառակուսի չեն դրանք լինում են կլոր, այդպես իրար վրա նստած, սրանք են իմ հետաքրքրող մասը, հա, այստեղ մի կարևոր մաս ասենք, որ այս փիլոուները նշելուց չբաց թողնենք, որ դրանց մեջ լինում է նաև նստվածքային նյութ, այսինքն քանի որ դա թափվում է ջրի մեջ, ի տարբերություն ցամաքի հոսող լավաների, մենք չունենք հասակագրման հնարավորություն, որովհետև լավան ինքը իրենով հրաբխային նյութ է, այսինքն եթե իզոտոպայինի մասին չի, բայց պալեոնտոլոգիական առումով ցանկալի է, որ ունենանք փիլոու լավաները, որովհետև դրանց մեջ մենք հաճախ տեսնում ենք նստվածքային լինզաներ, անկյուններ, խոռոչներ, որը ցույց է տալիս, որ այդ ժամանակ, երբ որ լավան թափվեց ջրի մեջ կամ տիղմի մեջ, կար արդեն ձևավորված տիղմ, իսկ տիղմը իրենից պարունակում է, իր մեջ պարունակում է նաև միկրոօրգանիզմների մնացորդներ, որոնց միջոցով մեր գործընկերները օգնում են հասկանալու տարիքը, հնիաբանները օգնում են հասկանալու տարիքը, մասնավորապես ունենք ռադիոլարիային մնացորդներ, որոնք հատուկ սիլիցիումային կմախքից բաղկացած օրգանիզմներ են, ունենք ֆորամինիֆերային մնացորդներ, այսինքն տարբեր տեղերում սրանք ունեն իրենց որոշակի եւ որոշիչ դերը այդ շերտի հետ կապված։ Որտեղ կարելի է տեսնել այդ փիլոանման կամ բարձանման շատ տեղեր կարելի է տեսնել, եկեք այսպես ասեմ, կարելի է տեսնել տարբեր հասակներում, կարելի է տեսնել օրինակ Գյուրայի դարաշրջանում, օրինակ մենք ունենք Դեպետի կիրճում, Հախումի կիրճում, այսինքն հյուսային Հայաստանում, ունենք Էոցենի մեջ, Շորժայի ափին ունենք Ալավերդուկից Մարցի գետի հովտում, ունենք ավելի երիտասարդ 4-րդական ժամանակաշրջանի, ենթադրենք Դեպետի կիրճում կամ Պլիոցեն ժամանակաշրջանի, երբ որ հիշում եք դուք 2 տարի առաջ կամ 1 տարի առաջ, որ Դեպետ գետը վարարեց, այդ հատվածում, որ սրբեց տարավ ճանապարհի որոշակի կտորներ, մենք այդտեղ ունենք նաև փիլոու լավաների դասական օրինակներ, բայց երիտասարդ, ենթադրենք շատ ավելի երիտասարդ, քան թե իմ նշած նախորդ, այսինքն ինչ տեղի ունեցավ, լավան հոսելով մոտավորապես, այսպես ասենք, Ջավախքի լեռնաշղթայի կողմերից, որովհետև հստակ տեղը չգիտենք, այսինքն այսօրվա մեր Տաշիրի շրջակայքից, Տաշիր շրջանի շրջակայքից, եկավ լցվեց ուրեմն գետով, Ձորագետ գետով, եկավ լցվեց գետի հովտով, եկավ հասավ Դեպետ, Փամբակ, սկզբից հետո Դեպետ, եւ այն մասերում, որտեղ ինքը պատնեշ ստեղծեց լավան, հաջորդ եկած լավան լցվեց արդեն ջրի մեջ եւ առաջացան այդ խաղողանման փիլոու տեքստուրաները։ Այսինքն գետի հունը լավան օգտագործեց, որ հոսի։ Այո, լավաները սովորաբար գետի հունով են հոսում, այսինքն իրանք օգտվում են արդեն գոյություն ունեցող դրենաժային կամ հոսման համակարգերից, այսինքն իրենք չեն չարչարվում բարձրանալու, իրենք միշտ իջնելու ձգտում եւ իջնելու հակում ունեն։
Իսկ ունենք տեղեր, որտեղ թետիսի հատվածում է լցվել ջուրը։ Հենց դա էի ասում, որ Այսինքն հիմա դա տեսեք, գետը չէր, այո, այն ժամանակ օվկիանոսն այո, էր։ ապրեք, շատ լավ հարց եք բարձրացնում, հիմա տեսեք, մենք ենթադրենք գնում ենք դաշտ, հյուսիսային ափը, Սևանա լճի, հյուսիսային ափի շորժայից մինչև գնանք հասնենք Վարդենիս, այդ հատվածում մենք ունենք այսպես կոչված օֆիոլիտային մերկացումներ, Նույնիսկ Սևանա լճի տակ, որովհետև այդ Նաև, ժամանակ բայց լիճը Սևանա չկար, լիճը չէ՞։ բնականաբար Սևանա լիճը ավելի երիտասարդ գոյացություն է ու հավանաբար գիտեք ինչ ճանապարհով Այո։ առաջացավ, բայց մինչև Սևանա լճին հասնելը, ուրեմն երբ որ այդ ապարները մենք գնացինք եւ ուսումնասիրեցինք, ես հայկական եւ ֆրանսիական գործընկերների հետ, մենք գիտենք, որ ունենք մենք այնտեղ ինչպես մագմատիկ ծագման, այսինքն խորքային ապարներ, այսինքն խորքային եւ մակերևութային էֆուզիվ ապարներ, որոնք բազալտներ են, մենք տեսանք, որ ունենք նաեւ սրանց մեջ նստվածքային ապարների մնացուկներ, որոնք կոչվում են ցեմենտացնող տեղամասեր, այսինքն այդ խաղողների արանքները պայմանական, եթե մենք ինչ-որ նյութ սրսկենք, չէ, իրենք այն դատարկությունները կլցնեն, որտեղ հնարավոր է, այսինքն այդ տիղմի միջոցով մեր ֆրանսիացի գործընկերների աջակցությամբ մենք կարողացանք նաև պարզել հասակները, ենթադրենք միտեղ դրանք պարզվեց, որ օվկիանոսի հատակում ժայթքել են 170 միլիոն տարի առաջ, մեկտեղ 160 միլիոն տարի առաջ, մեկ այլ տեղ 90 միլիոն տարի առաջ, այսինքն կախված այս նյութի ինֆորմացիայից փոխվում է նաև բացատրության ճանապարհը։ Հետևաբար օվկիանոսում առաջացած փիլոու լավաները մեկ տիպ են, ցամաքում առաջացածը մեկ այլ։ Բնականաբար ցամաքինը ես պատկերավորության համար ասեցի, բայց տվյալ դեպքում ինձ եւ իմ գործընկերներին հետաքրքրում են օվկիանոսում առաջացածը, որպեսզի մենք հասակը որոշենք, օվկիանոսի կեղևի հասակը այսինքն որոշենք։ անդրօվկիանոսյան, այսինքն ջրի մեջ ժայթքող հրաբուխների Այո, մասին ենք խոսում։ տեսեք, հիմա եկեք ձեզ մի փոքր գաղտնիք էլ բացեմ։ Այո։ Այսօր եթե մենք ուշադրություն դարձնենք Ատլանտյան օվկիանոսի մեջտեղով, այսպես եթե մենք բացենք, այո, ասում է լեռնաշղթա, որով ինչ է տեղի ունենում։ Երկու սալերը աստիճանաբար իրարից հեռանում են, բացազատվում է տարածքը եւ ներքևից մագմատիկ նյութը, հրաբխային կամ հրահեղուկ նյութը սկսում է բարձրանալ եւ փակել բացված տեղը, սպիացնում է, պայմանական ասենք սպիացնում է, այսինքն այն նյութը, որը մնում է խորքում, ձևավորում է խորքային ինտրուզիվ ապար։ Այն նյութը, որ բարձրանում է վերև եւ ժայթքում է, տալիս է մեզ փիլոու լավաներ, որոնք մենք հասակագրման համար օգտագործում ենք։ Իսկ այն միջանկյալ մասերում առաջանում են պատեր կամ դայկեր, որը հանդիսանում է, տեսեք, այսպես ձեռքերս եթե բացեմ, արանքում նյութ մտնի, մենք կունենանք պատի նման, այսպես կոկորտի նման ցեմենտացնող զանգված։ Այդ տարիների ընթացքում, միլիոնավոր տարիների ընթացքում, երբ որ օվկիանոսային կեղևը պատրվում է, առաջանում է նոր կեղև, այդ նոր կեղևից առաջացած նյութն ենք մենք ուսումնասիրել, որովհետև տեսեք խոսքի սկզբում մենք խոսեցինք թետիսի մասին, այսինքն երբ որ տրոհվեց Պանգեա մայրցամաքը եւ առաջացավ պալեոթետիսը, հետագայում առանձնացան ուրեմն Լավրասիան հյուսիսում եւ Գոնդվանան հարավում, հետագայում մենք ունեցանք նաեւ թետիսի մեջ լրացուցիչ պատմություն, երբ որ մեր Հայաստանի տարածքում մասնավորապես մեր հետազոտություններով եւ նախկին հետազոտողների տվյալների համաձայն մենք ունեցանք մեզոթետիսը, որը նշանակում է միջանկյալ կամ մեզոզոյան։ Տեսեք գոյություն ունեն պալեոզոյան դարաշրջան, մեզոզոյան դարաշրջան, կայնոզոյան, դրանք առանձին պատմություն են, այսինքն երբ որ միլիոն պլյուս նու ասենք պալեոզոյան դարաշրջանը, այո, պալեոզոյան դարաշրջանը սկսվում է մոտավորապես 540 միլիոն տարի առաջ եւ ավարտվում 240 միլիոն տարի։ 240-ից սկսվում է ուրեմն մեզոզոյան դարաշրջանը, Տրիասով, հետո գալիս ենք արդեն կայնոզոյան դարաշրջանին մոտ 65-66 միլիոն տարի առաջ։ Այսինքն միլիոններով խոսելը հեշտ է, բայց միլիոնը չի կարևորը, թիվն է, թիվն է կարևոր։ Մենք ხო չենք հաշվում 4 միլիոն 567 կոնկրետ թվեր ենք ասում, կլոր թվեր, որ ավելի հեշտ լինի։ Մենք մեծ հաշվով մեզ այցելող հյուրերին, արտասահմանից այցելող հյուրերին կարող ենք ասել, ով ասաց, որ մենք չունենք օվկիանոս։ Պարզապես տեկտոնականության հետևանքով այն նահանջել է։ Այո, իհարկե լավ է, որ նահանջել է, չասենք ժամանակավոր, որովհետև եթե բացվեց
կարող է մենք վերադառնա։ իհարկե տեսեք, ուրեմն ժամանակին մի քանի անգամ ուրեմն մայրցամաքները բաժանվել են, այսինքն երբ որ ես խոսեցի Պանգեա այդ սուպերկոնտինենտի մասին, դա չի նշանակում, որ հետագայում հնարավորություն կա, որ հիմա տեսեք բաժանվեցին, չէ, Գոնդվանան եւ Լավրասյան բաժանվեցին, հետագայում սրանք միացան իրար, այսինքն այնտեղ որտեղ հիմա մենք ենք գտնվում, տեղ ունեցավ բախում, այսինքն փակվեց արդեն, օվկիանոսը չկա, բայց ոչ մի բան չկա, գարանտիա չկա, որ հետագայում նորից չի բացվի, իհարկե մենք չենք լինի, բայց մեր թորները կտեսնեն, պայմանական։ Հնդկաստանը փոկվեց ներքևից, բախվեց Եվրասիային եւ դարձավ Տեսեք, այսօր մեր աչքի առաջ, դուք գիտեք, չէ, աֆրիկական մայրցամաքի կողքը գտնվում է Մադագասկար կղզին։ Նույն բանը այսօր կատարվում է ուրեմն Աֆրիկայի արևելքի մի հսկայական մասսայի հետ, արևելա-աֆրիկական ռիֆտ է կոչվում, այսպես եթե նայենք, այս ամբողջ առանցքով ինքը փոկվելու է ու ժամանակի ընթացքում հեռանալու է կեսը մյուս բուն մայրցամաքից եւ առաջանալու է սկզբից ռիֆտ, հետագայում ծով, ավելի ուշ օվկիանոսի է վերածվելու։ Այսինքն այն ինչ որ հիմա Կարմիր ծովում է տեղի ունենում, Կարմիր ծովը բացվում է, այնտեղ ծով է իհարկե, բայց ժամանակի ընթացքում կվերածվի օվկիանոսի, բայց սա էլ վատ է, որովհետև հենց այդ Կարմիր ծովի պատճառով է, որ արաբական սալը մեզ բրդում է։ Եւ ճզմում է, ինչպես ասում եք։ Ճզմում է, այո, բայց մենք էլ դեռ ժպտում ենք, որովհետև հետաքրքիր է ամեն դեպքում։ Շատ Շարից փորձանքից հեռու։ Դպրոցական տարիներին ես հիշում եմ, որ մեզ սովորեցնում էին աշխարհագրության դասերի ժամանակ, որ արևելքից իրանական բարձրավանդակ, արևմուտքից փոքրասիական մեզ սեղմում են, ձեր ասած ճզմում են, եւ հայկական լեռնաշխարհը բարձրանում է։ Այո։ Ուր ենք բարձրանում։ Չէ, շատ չենք, Աստծուն չենք հասնի, այդքան չենք բարձրանա։ Ստատիստիկային չեմ տիրապետում, միգուցե կան այդպիսի աշխատանքներ, որոնք երևի ուշադրություն կդարձնեն արագություններին, բարձրացման արագությանը եւ հողմահարման կամ էրոզիայի արագությանը, որովհետեւ կոնկրետ այս պահին չեմ կարող ասել, ասենք բարձրացման արագությունն է շատ թե էրոզիացիոնը, որովհետեւ միևնույն ժամանակ քամիները, կարկուտները, անձրևը, ձյունը, սառցադաշտերը մաշեցնում են, չէ՞, մեր ասենք Արարատի գագաթը, որը միշտ մտածել ենք, որ 5165 մետր է, կարծեմ վերջին չափումներով պարզվեց, որ այդքան չի, մի քիչ ավելի քիչ է, թիվը ստույգ չեմ հիշում, բայց չի բացառվում, որ նախ չափման գործիքներն են, գործիքակազմն է ավելի ճշգրիտ դարձել, բայց չի բացառվում նաև, որ իջել է, ոչ թե բարձրացել, պարտադիր չի, որ մենակ մենք բարձրացումը գրանցենք։ Այսինքն լեռնազանգվածն իջել է, մաշվել է գագաթը, թե ինքը բարձրանում է կծկման հաշվին, այս բախման արաբական եւ եվրասիական սալերի բախման հաշվին հնարավոր է, որ տեսեք մեզ մոտ առաջանում են լեռնածալքավոր կառույցներ, չէ, այսինքն առաջանում են լեռներ, խոսքը ոչ հրաբխային լեռների մասին է, իջույթներ են ձևավորվում, բայց չի բացառվում, որ բարձրացման process-ը ուղեկցվում է նաև էրոզիայով, այսինքն քայքայման եւ տեղատարման process-ը նույնպես աշխատում է։ Որպեսզի պատկերացնեն քանակի ցամաքային նյութ է, չէ, գետերով տեղափոխվում, ենթադրենք Հրազդան, Քասախ, Ախուրյան գետերով, ասենք տեղափոխվում է ենթադրենք Արաքս, Արաքսով էլ տեղափոխվում է Կասպից ծով կամ Կասպից լիճ, այսինքն դա մեր մաշվածության նյութն է, չէ, ամեն տեղից մաշվում։ Արդյոք Կասպից ծովը Թետիսի մնացորդ է։ Այո, կա այդպիսի պատկերացում, որ Սև եւ Կասպից ծովերը, իսկ եթե դեպի արևելք գնանք, Ջիբլալթարից այս կողմ գանք, այսինքն այն մասում, որտեղ Եվրոպան եւ Աֆրիկան հատվում են միմյանց, Ատլասի լեռները հարավից, հետագայում այդպես Պորտուգալիայով դեպի եթե շարժվենք Եվրոպա, Ալպերը, այնուհետև դեպի այս կողմ կան Կարպատները, այնուհետև գանք դեպի Կովկաս, մեծ փոքր Կովկաս եւ գնանք Իրան, Աֆղանստան, Պակիստան, մի խոսքով այդպես եթե շարունակենք մինչև Ինդոնեզիա, մենք կտեսնենք դրանց այդ մոտեցման արգասիքը։ Հետևանքները։ Որպեսզի պատկերացնեն դիտորդները, ենթադրենք թուղթը
ճմրթում ենք այո եւ առաջանում են ծալքեր։ այո նույն պրինցիպն է գիտեք այսինքն եթե մենք պատկերացնենք առաջներում այդպես չէին պատկերացնում գիտեք առաջներում կարծում էին որ ինչ որ մի տարածք ճկվում է խորասուզվում է նստում են նստվածներ մեկը մյուսի վրա մյուսը մյուսի վրա հետագայում ինչ անհասկանալի համենայն դեպս հորիզոնական տանգենցիալ ուժերի արդյունքում տեղի ունենում ինվերսիա, այսինքն հակադարձում եւ առաջանում են լեռնածալքավոր կառույցները, բայց երբ որ 1960-ական թվականներից արդեն սալերի տեկտոնիկայի տեսությունը ի հայտ եկավ եւ արդեն բոլորին հասանելի էր, բոլորին պարզ էր, որ երկրակեղևը կոտրտված է առանձին մեծ սալերի, որտեղ միտեղ տարամիտում է գնում, այսինքն հեռացման process, մեկ այլ տեղ զուգամիտում է գնում խորասուզման, այսինքն մոտեցման process, այդ ամեն ինչը տեսնելով մարդիկ հասկանալով բացատրեցին ու մեր տարածքը հայկական լեռնաշխարհը իր հարակից մասերով, նաև մեր Հայաստանի Հանրապետությունը նաև մասն էր կազմում այդ կոնտրակցիոն ուժերի ու օվկիանոսի հաշվին ցամաքի ձևավորմանը որպեսզի մենք ունենայինք նաև հնյաբանական ուրեմն հարուստ ժառանգություն նստվածքների տեսքով, այսինքն օրգանական նյութի մնացորդներ, որոնք մեր գործընկերները հետազոտում են, ունենայինք հարուստ մագմատիկ նյութ, այսինքն այս ամբողջը հենց այնպես չեղավ եւ ունեցանք կեղև եւ Հայաստանը շարունակում է գտնվել այդ կեղևի ձևավորման ուրեմն этаպներից հերթական этаպում Այսինքն Հայաստանը եւ հայկական լեռնաշխարհը երիտասարդ լեռնազանգված են իրենցից ներկայացնում, իրենից ներկայացնում։ Շատ լավ հարց տվեցիք։ Եվ հա եւ չէ, այսինքն եթե մենք նեղ մասնագիտորեն անդրադառնանք, ուրեմն առանձնացնում էին Բայկալյան լեռնածալքավորման փուլ, Կալեդոնյան լեռնածալքավորման փուլ, Հերցինյան լեռնածալքավորման փուլ եւ ալպիական, սրանք մոտ 900-ից մինչեւ 200 միլիոն տարվա ինտերվալների մասին է խոսքը, կարելի է ասել, որ մենք այդ этаպների միջով անցել ենք։ Այսինքն ունենք մասեր, որոնք ենթադրենք արդեն ծալքավորվել են, ենթադրենք սրանից 300 միլիոն տարի առաջ։ Ունենք մասեր, որոնք ծալքավորվել են 100-150 միլիոն տարի առաջ։ Ունենք մասեր, որոնք ծալքավորվել են արդեն ավելի ակնհայտ տեսնում ենք մոտ 30-35 միլիոն տարի առաջ։ Ունենք մասեր, որոնք այսօր մեր աչքի առաջ, թեպետ երբեմն մենք տեսնում ենք խզումներով բարձրացումներ, բայց ունենք տեղեր էլ, որ դրանք մենք գիտենք, որ ժամանակին հորիզոնական շերտեր են եղել, մանավանդ երիտասարդ շերտերը, բայց տեսնում ենք ինչ-որ փոքրիկ անկումներ կա, այսինքն այնուամենայնիվ սեղանի նման հարթ չի։ Հետևաբար դա խոսում է նրա մասին, որ process-ը շարունակական է, այսինքն միլիոնավոր տարիներ, իհարկե մարդու կյանքը ոչ մի բան է, երկրաբանական ժամանակաշրջանի մեջ, բայց միլիոնավոր տարիների ընթացքում կունենանք էլի ծալքավորումներ, էլի հարթեցումներ, շերտերի վրա նոր շերտեր կնստեն, նոր ինտրուզիաներ կմխրճվեն երկրի խորքերը, իրենց հետ հանքայնացում, հանքավայրեր կբերեն օգտակար հանածոներով եւ այլն, մի խոսքով։ Այնուամենայնիվ ամենաբարդ փուլը անցել ենք։ Թե այդպես չի Կարելի է մտածել։ Բալզակյան տարիքի երկրաբանական շերտեր ունի։ Հաջորդ սերունդները թող մտածեն, որ 50 միլիոն տարի հետո պետք է ապրեն։ Կապրեն այդքան հետո։ Հաջորդ 50 միլիոն տարի եկող սերունդները պետք է մտածեն արդեն թե իրենք որտեղ կլինեն, Եվրասիայի հետ, թե Աֆրիկայի։ Այս պահին ձեր աչքի տեսածով եւ ձեր չափագրած արդյունքների արդյունքում դեպի որ կողմ է շարժվում հայկական լեռնաշխարհը, դեպի հյուսիս, արևելք, թե այդպես չենք կարող ասել։ ասել։ Հա, չէ, լավ հարց եք տալիս։ Կարծեմ վերջի տարիների մեր գործընկերները նաև հատուկ ճշգրիտ սարքավորումների կիրառմամբ արևմտյան կամ ասիական գործընկերների հետ կատարում են այդպիսի չափումներ, բայց հիմա դժվարանում եմ ասել դեպի որ կողմ ենք շարժվում։ Այն որ արաբական սալը մեզ ճզմում է, դա գիտեմ, բայց թե մենք դեպի որ կողմ ենք գնում, հավանաբար հյուսիս, մի քիչ հյուսիս ենք շարժվում, մի քիչ ճզմվելու հաշվին։ Մոտենում ենք Կովկասին։ Հա, դե հետո կբաժանվենք։ Հա։ Երբ մոտավորապես։ Գիտեք, տեսեք 50 միլիոն տարի առաջ, նայեք, ուրեմն մինչև 50 միլիոն տարին
Գոնդվանական սալի մնացորդը, որը մենք հարավհայկական բլոկ ենք անվանում եւ ասեցինք գտնվում է այդ օֆիոլիտային զոնայից հարավ եւ իրենից հյուսիս գտնվող տարածքները արդեն մոտիկացել էին իրար եւ թվում է թե բախումը, կոլիզիան, շարունակվող մոտեցումը անխուսափելի էր։ Դա մոտավորապես տեղի ունեցավ 80-85 միլիոն տարի առաջ։ Այդ երկու կոնտինենտները, որ մոտիկացան իրար եւ օֆիոլիտները բարձրացան ցամաքային կեղևի վրա, բայց հետագայում մոտ 50-55 միլիոն տարի առաջ ինչ որ փոքրիկ, ուրեմն ձգման process, այսինքն հեռացման process տեղի ունեցավ։ Տեսեք 40 միլիոն տարի հետո ոնց որ թե մի քիչ մեծացավ, եթե այս հիմիկվա սահմանները գոյություն ունենային, մի քիչ մեծացավ եւ Հայաստանի տարածքում կարծես թե բացման process-ներ ավելի շատ, ընդարձակման process-ներ գնացին, բայց անմիջապես 10 միլիոն, 15 միլիոն տարի հետո ավելի թափով ճզմեց արաբական սալը մեզ ու արդեն գնաց մերձեցման ու շարունակական այդ մոտեցման process-ը, որը իր հետ բերեց ուրեմն տարբեր հասակի ինտրուզիաներ 25 միլիոն տարվա, 20 միլիոն տարվա, 15 միլիոն տարվա, հետագայում ավելի երիտասարդ հրաբխականությունը, որ ստեղծեց Հայաստանի Հանրապետության եւ առասարակ հայկական լեռնաշխարհի այդ ողջ հրաբխային ծածկոցը, եկեք ասենք, որը հայտնի է հրաբխային բարձրավանդակ, չէ, իբրև բացի նրանից, որ ունենք ուրեմն լեռնածալքավոր, ունենք չէ Վարդենիսի լեռնաշղթա, Սյունիքի հրաբխային բարձրավանդակը, Եղամա հրաբխային բարձրավանդակը, Արագածը ունենք եւ հյուսիսում Կեչուտի նաեւ Ջավախքի հրաբխային ուրեմն լեռնաշղթաները, որոնք 4-րդական կամ այսպես ասենք մոտ 2-2.5 միլիոն տարի կամ ավելի երիտասարդ հրաբուխների արդյունքում ձևավորված ուրեմն լեռնային սարավանդներ են, բարձրավանդակներ են։ Ճիշտ եմ հասկանում, նույնիսկ ծալքաբեկորավոր լեռները հրաբխային ծածկույթ ունեն։ Պարտադիր չի։ Հայաստանում։ Պարտադիր չի։ Երկու օր առաջ ընդամենը մենք առաջի անգամ ինձ համար այցելեցինք մի շատ գողտրիկ անկյուն Երվանդաշատ, Հայաստանի մայրաքաղաքներից մեկը, ինչքան էլ տարօրինակ, շատ բարդ, գեղեցիկ ու դիտարժան երկրաբանությունը մեր կողմում, ինչպես ասում են, թարսի նման պատվել էր հրաբխային պատյանով, մինչդեռ գետի մյուս ափին, Արաքսի աջ ափին, ամբողջը բաց էր։ Ու ես ասեցի, լավ, այդ արևմտյան Հայաստանում կամ ներկայիս Թուրքիայի տարածքում, այդտեղ էլ բախներս չբերեց, որ գոնե կարգին չափագրումներ, դիտարկումներ, նմուշներ վերցնեինք եւ այլն։ Այսինքն տեղեր կա, որ փակ է, տեղեր կա, որ ամենևին բաց է եւ հասանելի է մարդու աչքը, ձեռքը, որպեսզի կարողանա հետազոտի նմուշ վերցնի, մի խոսքով։ Եվ այդ մյուս ափը այնքան մոտ է։ Այնքան մոտ էր ու հեռու էր։ Հա։ Ես հիշեցի հայտնի տողերը, անին այսքան մոտ, անին շատ հեռու։ Հուզվեցինք, բայց ամեն դեպքում ինչ որ ինֆորմացիա քաղեցինք կառուցվածքից ելնելով։ Բայց աչքով ինչ որ բան որսալ հնարավոր է։ Աչքով հնարավոր է, ֆոտո խցիկներով ինչ որ ֆոտոներ, բաներ արեցինք, որ հետո կարողանանք պատկերացում կազմել մեր կողմի խորքում ինչ է կատարվում դրա մասին։ Դրոնի միջոցով հնարավոր չի, չէ՞։ Չէ, չենք կարող, որ չունենք։ Վտանգավոր բան եք առաջարկում, կուզենայի։ Չեմ առաջարկում, զուտ հետաքրքիր է կարելի է թե ոչ, որովհետև սահմանն անցնել կարծես թե չի կարելի։ Չէ, այնտեղ ռուսական մեր համատեղ նստողության տակ է զինվորական, մենք նույնիսկ չմոտիկացանք այդքան, որ խնդիր չառաջանա սահմանապահ ուժերի հետ։ Հա, ես եղել եմ այդ տարածքում, պատկերացնում եմ ինչի մասին է խոսքը, բայց բնականաբար իմ աչքը չէր կարող երկրաբանական շերտերը տարբերել մյուս ափին։ Շատ սիրուն շերտեր կային, անմիջապես Երվանդաշատ հիմա գյուղի դիմաց, այն ժամանակ մայրաքաղաքի, շատ գույնզգույն խայտապղեց սիրուն ու այսպես բաներով, այսպես առիթապանկումներով չտեսնված պատկեր էր բացվում։ Այնտեղ մեր կողմից կարծեմ մի հատված կա, որտեղ քարերը կարծես սողում են։ Թե դա զուտ Մեր կողմից։ Հա, չէ, կարող է լինել այդպեսի, որովհետև տեսեք տակում ես տեսա, որ հիմնականում կավային նստվածքներ բաներ էին, իսկ կավերը իրենք անհուսալի հիմք են։ Հնարավոր է, որ ջրի հետ շփումից, չգիտեմ կոնկրետ որ հատվածում, բայց ինձ թվում է մենք էլ այդպեսի բաների ներքև Ձախ կողմի վրա մենք էլ տեսանք միտեղ, որ շատ սիրուն բացված էին շերտերը, բայց նաև երևում էր, որ վրան սահքի բաներ կան, հնարավորություններ կան։ Հրաբուխների մասին պարբերաբար խոսում ենք, երկրաբանությունն առանց հրաբուխների հնարավոր չի պատկերացնել, այո։
Եվ մի շատ կարևոր հուշարձան ունենք Հայաստանում, որի նմանները ամբողջ հայկական լեռնաշխարհում կան, Հրազդանի կիրճում տարբեր հատվածներում ենք տեսնում, Վայոց ձորի Սյունիքի մարզերում ենք տեսնում բազալտե սյուները, Այո։ որոնք նույնպես երկրաբանական առանձին երևույթ են, աշխարհում հանդիպում են, բայց ոչ շատ տարածված են, եւ մենք ունենք մի ամբողջ գանձարան, որոնցից մեկը Ազատի կիրճում դարձել է ոչ միայն պահպանվող հուշարձան, այլ նաեւ աշխարհի զբոսաշրջիկների, այո։ Այ հետաքրքիր է, ինչպես են ձևավորվում այդ շերտերը լավայի հոսքից, չէ՞։ Ես շատ եմ խնդրում, որ նկարագրեք։ Տեսեք, շատ հետաքրքիր հարց եք բարձրացնում։ Հիմա նայեք, մոտավորապես ենթադրվում է, որ 35-ից 40 կիլոմետր այդ լավային շիթը հոսեց, այսինքն պատկերացնենք մի հատ հրահեղուկ զանգված, որը գետի նման հոսում է։ Մոտավորապես, եթե պատկերացնենք այն տեղը, որտեղ հիմա գտնվում է Ազատի ջրամբարը, ուրեմն երբ որ ինքը հասավ այդ մասերում, սառեց բնականաբար իր էներգիան անկեց եւ ջրային միջավայրը կար, հավանաբար սառեց։ Հիմա այդ տեղերը չի երևում, այդ ինչը որ կա։ Ու հետագայում դրանք քայքայվե գնացել են, բայց այդ մասում ինքը պատվար ստեղծեց, ենթադրվում է։ Այսինքն դա նաեւ իմ անձնական կարծիքն է, երբ որ պատվար ստեղծեց, լավային հոսքերը սկսեցին միմյանց վրա կուտակվել եւ առաջացավ մինչեւ ըստ որոշ գնահատականների 300-350 մետր հաստությամբ, որը երկրաբանները հզորություն են ասում, հաստությամբ լավային շերտ, իհարկե, այսպես իր ներսում այդ շերտայնությունը երևում է, որը համեմատաբար դանդաղ սառելու արդյունքում, բայց հատկապես կարևոր է մակերևույթը։ Գետը չէր խանգարում սառչելու process-ին։ Ինքը արդեն կարելի ասել, որ այդ հատվածը, որտեղից մոտավորապես Գառնի տաճարը, տաճարից մի քիչ վերև, որտեղից սկսվում են ու դեպի ներքև, այդ հատվածում կարելի է մտածել, որ ինքը արդեն այսպես լցվել էր ու ստաբիլանում էր։ Բայց այդ ժամանակ սկսեցին ձևավորվել բյուրեղացման կենտրոններ, որովհետև այդ լավաները՝ ի տարբերություն ուրիշ լավաների, ավելի բյուրեղային կառուցվածք ունեն, ճիշտ է, մանրահատիկ են, բայց անզեն աչքով, այսինքն առանց խոշորացույց, առանց միկրոսկոպի տակ տեսնում ենք, որ փոքրիկ մանր հատիկներ կան, այսինքն մենք գործվածքը, միներալային գործվածքը տեսնում ենք, հետևաբար, երբ որ ձևավորվում են այդ բյուրեղացման կենտրոնները, իսկ մենք նաև մեղվաբուծությունից գիտենք, որ կլորիկների առաջացման պարագայում իդեալական վերջնական ֆորման վեցանիստն է, վեցանկյունն է, այստեղ էլ ունենք նույն process-ը, այսինքն process-ը գնաց մակերևույթից դեպի խորքը, ձևավորվեց մակերևույթի վերջի շերտը ու հետո այդ կենտրոնների շուրջ ամեն մեկը իրան ձգելով, այսպես ասենք, եթե կարծիքողական այդ կապերը, ինչ որ մի պահից պոկեց, այն մեկը մյուսը առանձին, հիմա այս բաժակները, որ դնենք իրար կողք, վերևից նայենք, մենք կտեսնենք այդ սյուները։ Իսկ սյուները այսպես հորիզոնական պոկվելու հնարավորությունը նաև դրա արդյունք է, որ լավան աստիճանաբար գալիս շերտը շերտի վրա կուտակվում էր, այսինքն պատկերացնենք, որ ունենք մուրաբա, հա, կամ ջրիկ ջեմ եւ թափում ենք, ինքը ինչ որ միտեղ գնալուց հետո կանգնում, հանդարտվում է ու սառչում է, չէ՞, ինչ որ ինքնուրույն հարթանում է ու սառչում է, սկսում է այդտեղից հետո իր սառեցման process-ը։ Հետագայում, երբ որ այս ամբողջը ձևավորվեց, գետը նորից սղոցեց, որովհետև գետը չէր անհետացել, գետը կար, գետը խանգարում էր process-ին, բայց հիմնականում ինքը արդեն սղոցեց ձախափով, այդ լավային հոսքի, իհարկե տեղ-տեղ նաև գետի ձախափին մնացին փոքրիկ մնացորդներ, բայց ամբողջությամբ գետի հունը փոխվեց, որովհետև գետի առաջվա հունում լցվեցին այս սյունաձև երկեհունի բազալտները։ Այսինքն Ազատի գետը այլ ուղղությամբ էր գնում, այդտեղով մոտավորապես էլի նույն տեղով էր գնում, իհարկե երկրաֆիզիկական չափումներով բանով այդ հնարավոր է նույնիսկ բարձել են ժամանակին, որտեղ է գտնվում պալեո հունը, հնահունը, այսինքն բուն հունը։ Հետաքրքիր է։ Մագնիսականությունից խոսեցիք եւ հիշեցի, որ
հասարակության մեջ կա այսպիսի տարածված կարծիք տարբեր տեղերի մասին, որ այստեղ մագնիսական դաշտը բարձր է, որ մենք զգում ենք այստեղ մագնիսականություն։ Դա երևակայություն է մարդկանց հոգեբանական հարց է, թե մասնագիտական մեկնաբանություն ունի։ Այ որ իմանամ որտեղ է բարձր, կասեմ։ Օրինակ մագնիսականությունից խոսում են զորաց քարերի տարածքում, Ամբերդի ճանապարհի մի հատված կա, որտեղ ասում են մագնիսական դաշտը բարձր է, բայց դա ժողովրդական խոսույթ է, այսինքն գիտական հիմք ես չունեմ ասելու, դրա համար հարցնում եմ ձեզ։ Ես այդ տեղը գիտեմ Համբերդի ճանապարհի, ջուրը Որտեղ որ նաև ասում ջուրը են վերև է, վերև բայց- վերև է հոսում, բայց բայց դա այդպես է։ աչքային, չէ, աչքի խապկանք է դա, աչքի Ահա։ խապկանք է։ Մեքենայի համար էլ չի կարող, այդպես բան հնարավոր չի։ Դա մարդկանց մոտ միֆ է, այսինքն մտածածին կարծիք, ինչ որ, այսինքն եթե մենք ճշգրիտ չափումներով գործիքներ տանենք հարթաչափերի, լազերային հարթաչափերի միջոցով, մենք կտեսնենք, որ այնտեղից, որտեղից ջուրը հոսում է, իրոք փոքրիկ, միգուցե սանտիմետրերի տարբերություն, բայց այնուամենայնիվ կա չի կարող գետը, այսինքն Վերհոսել։ մագնիսական դաշտի բաներով չի կարող ինքը հակառակ ուղղությամբ հոսել։ Ես հենց 3 դեբետի ափով էի սլանում եւ այնտեղ էլ կա մի հատված, որտեղ աչքը խափում է, թե Այո։ ջուրը վեր է հոսում, բայց երբ նայում ես անկյուններում, այսինքն ապարաժի տակ, տեսնում ես, որ ներքև է Հա, ուղղակի այն թափվելու պահից եք Այո։ մենակ տեսնում, որ կողմ Այո։ է հոսում, չէ։ Պարզապես այդտեղ կարծես թե քարերը շատ են եւ անընդհատ ջրի բախումներից հետ ալիքներ են ձևավորվում, այսինքն բախվում է ջուրը ետ է գալիս Այո։ ալիքի տեսքով եւ խապկանք է ձևավորվում։ Այսինքն ամեն դեպքում այդ մագնիսականությունը Չի, չկա, կարևոր չի դա։ հետաքրքիր է։ Իհարկե մագնիսականություն կա, տեսեք օրինակ կայծակների ժամանակ պարբումը հիմնականում լինում է մագնիսականությամբ ավելի օժտված ապարների կամ գագաթների կամ գմբեթների վրա այդտեղ կա, բայց այս ջրի հետ կապված դրանք մտածածին երևի բաներ են, ոչ գիտական իհարկե։ Երկրակեղևը լինում է մի քանի մետրից մինչև մի քանի կիլոմետր հաստությամբ, այսինքն այն հատվածը, որը միջնապատյանից անջատված է։ Այո։ Մեր երկրի տարածքում ամենաբարակ եւ ամենահաստ շերտերը որ հատվածներում են, թե չափումներ չեն։ Չափումները կան, ես աղոտ եմ հիշում, բայց կարծեմ թե մինչև ենթադրաբար մինչև 40 կիլոմետր համեմատաբար ինձ թվում է մենք այդ հաստությունը Լուրջ կունենանք, այո։ ծածկույթ ունենք։ Այո։ Իսկ ինչ կլինի, եթե փորենք, կհասնենք արդյոք երկրա Գնդի Միջնապատյանին։ միջուկին։ միջուկին, Հա, դժվար եթե միջուկին։ կարողանանք փորենք, բայց փորձը ցույց Չենք տվեց, որ դժվար, հա, դժվար հարց է։ Հայաստանում ամենայն դեպս չհաջողվեց շատ ավելի խորը հորատանցքեր ունենալ։ Ամենախորը որքան են Ամենախորը հասցրել։ մինչև 5 կիլոմետր խորության են Օ։ հիմնականում մի քանիսը ունենք կառուցվածքային երկրաբանության համար, նավթի հետախուզության համար, եւս մեկը, որին ես անձամբ մասնակցեցի 98 թվականին դուք հիշեք հայ-ամերիկյան հետախուզական կամպանիա կար, որ նավթի հետախուզություն էր անում Գառնիի հարևանությամբ։ Հա, կարծեմ նման բան։ Մենք հորատեցինք 3.5 կիլոմետր, հիմա գաղտնիք չի կարող եմ ասել, բոլոր տեղերը գիտեն դրա մասին, այն ժամանակ գաղտնի մենք իրավունք չունենք, բայց գիտեմ, որ շատ դժվար էր, հետեւաբար դուք պատկերացրեք դրա կրկնակին կամ տասնապատիկը հորատելը ինչ բարդությունների կբերի, ժամանակին ունենք, կարծեմ Կոլատ հերակղզին, որտեղ 12 կիլոմետրի կարգի հորատեցին, ուզում էին համեմատություն կատարել ամեն դեպքում երկրաֆիզիկական հետազոտությունները փաստական տվյալների հետ, բայց կարծեմ ձախողվեց, հետո սովետական կարգերի փլուզումից հետո ամբողջը քանդու կարապ եղավ, հիմա այնտեղ շատ ամխիթար վիճակ է։ Կարծեմ մինչև 9 կիլոմետրանոց մեր տարածաշրջանում, եթե չեմ սխալվում, հորատեցին Ադրբեջանի տարածքում, հիմա անունը չեմ հիշում, բայց ինչ որ այդտեղ մնացին, հա Արաքսի բանի քուրի հովտում էր դա մոտավորապես, բայց շատ մեծ ինֆորմացիա չստացան։ Տեսեք, դուք Թետիսի մնացորդների հետ կապված, որ հարցրեցիք, ես մոռացա ասել, որ միջերկրական ծովը, Սև ծովը եւ Կասպից ծովը ենթադրաբար ինչ որ մի հատվածով, Կասպից ծովի մի հատված հավանաբար հանդիսանում է նախկին Թետիս օվկիանոսի մնացորդներ, բայց դրանք գիտնականների խումբ կա, որ դա այդպես են համարում, գիտնականների խումբ էլ կա, որ կարծում են, որ դրանք առաջացել են սուբդուկցիոն process-ի արդյունքում, երբ որ
կոնտինենտը կոնտինենտից հեռացել է։ Մեր երկրում ավելի շատ ճեղքվածքներ են, թե բախումներ։ Մենք ունենք քիչ ճեղքվածքներ էլ ունենք, բայց հատկապես բախումներ, հետեւաբար մենք հիմա որ ավելի շատ պրակտիկաներ մեր ուսանողներին տանում ենք, մենք տեսնում ենք եւ իրենց էլ բացատրելուց ավելի հեշտ է ցույց տալ այսպես կոչված վերնետքները, ինչի համար, որովհետեւ երբ որ տարածաշրջանը շարունակաբար կծկման փուլում է, ունենք ձգում, չէ, եւ ունենք կծկում, քանի որ տարածաշրջանը շարունակաբար կծկման փուլում է, հետեւաբար ավելի շուտ հնարավոր է, որ մենք ունենանք վերնետներ, քան թե ճեղքեր, այսինքն ճեղքերը քիչ հավանական է, ճեղքեր կարող ենք ունենալ կողաշարժային process-ներով պայմանավորված, որովհետև տեկտոնական խզումները իրենք բաժանվում են մի քանի տեսակի, կողաշարժային, այսինքն երբ որ երկու բլոկ մեկը մեկի կողքով շարժվում է, ունենում ենք ուրեմն վրաշարժային, երբ որ ահագի մեծ տարածություն է մի բլոկը մյուսի վրայով անցնում, եւ ունենք վարնետ վերնետ, այսինքն փոքրիկ բաներով անկյանտակ ավելի խոր զառիթափ անկյանտակ կամ բարձրացում կամ իջեցում։ Հետևաբար քանի որ process-ը կծկման է, իջեցումները քիչ հավանական են, ավելի շատ մենք տեսնում ենք բարձրացման մեխանիզմները, վերնետները կամ վրաշարժերը երբեմն։ Դրանք ամեն մեկը մի երկրաշարժ է իմիջայլոց, որը մենք աստորեն միլիոնավոր տարիների ընթացքում միլիոնավոր այդպիսի կամ բազմաթիվ միլիոնավոր այդպիսի խզումներ են ունեցել, որոնք ամեն մեկը մի երկրաշարժի ապացույց է։ Շնորհակալ եմ անչափ, շատ հետաքրքիր էր, ես անձամբ բացահայտումներ արեցի ինձ համար եւ կարծում եմ մեր հետևորդները նույնպես եւ զարմացան եւ հիացան մեր լեռնաշխարհում տեղի ունեցող երևույթներից։ Կարծում եմ մենք իսկապես ապրում ենք մի լեռնային գանձարանի վրա, որը շատ մեծ հոգացության կարիք ունի մեր կողմից, որովհետև յուրաքանչյուր քար, ապար, հրաբխային ապակի խոսում է այն մասին, թե ինչպես է ձևավորվել մեր ընդերքը, որը դարձել է մեր մշակույթի ձևավորման հիմք, որովհետև մշակույթը ձևավորվում է միջավայրի ազդեցության ներքո եւ կապելով հայկական լեռնաշխարհը հայ ժողովրդի անցյալի հետ մենք կարող ենք բազմաթիվ հետաքրքիր բացահայտումներ անել։ Շնորհակալ եմ։ Շատ շնորհակալ եմ հրավերի համար, կուզենայի ասել, որ երբ սիրում ենք մեր երկիրը, մեր փոքրիկ հողակտորը, մեր հայրենիքը, սիրում ենք մեր մասնագիտությունն էլ փոխադարձ բացում է իր գաղտնիքները մեր առջև եւ խորհուրդ կտայի բոլորին, հատկապես նաեւ երկրաբանության ոլորտը ընտրող իրենց մասնագիտական ուղի երիտասարդներին նման մոտեցմամբ մոտենալ եւ ուշադիր մոտենալ իրենց կրթական կամ հետագա գիտական ուղղությանը։ Շնորհակալություն հրավերի համար։ Ես էլ եմ շնորհակալ։ Սիրելի մարդիկ, սիրեք մեր լեռնաշխարհը, սիրեք մեր երկիրը, որովհետև սա իսկապես թանգարան է բաց երկնքի տակ, ինչպես ասում են դարեր շարունակ, եւ մենք արժանի ենք գեղեցիկ միջավայրում ապրելու։ Լավ եղեք, կհանդիպենք։